Կառավարության երեկվա որոշմամբ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի անմիջական հարևանությամբ խաղատուն է կառուցվելու։ Գործադիրի երեկվա նիստում որևէ մեկը դեմ չարտահայտվեց, որ մոտ 67 միլիոն դոլար գնահատված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ու հարակից 9.5 հեկտար հողամասը ավելի քան 2 անգամ էժան գնով 30 միլիոն դոլարով առանց մրցույթի վաճառվի ՆՏԱ Investment Group-ին, որը ընդամենը 1 ամիս առաջ է հիմնադրվել։ Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, թե 4 տարվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դոլար ներդրում կատարելով գնորդը ինչի պետք է վերածի համալիրը։ Հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովի 250 նոր աշխատատեղի ստեղծում։ Նախարարը ոչինչ չասաց խաղատան մասին, մինչդեռ կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, գնորդը համալիրում նաև խաղատուն է կառուցելու։ Նույն պարբերությունում նաև նշված է, կառուցապատման արդյունքում համալիրը վերածվելու է ընտանեկան ուղղվածության կենտրոնի, հյուրանոցները ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ։ Մեկ այլ մեջբերում կառավարության այդ որոշումից, համալիրի ճարտարապետական լուծումները լինելու են կախարդական գորգի թեմաներով, որը յուրաքանչյուր ծնող ցանկանում է վայելել իր երեխաների հետ և դարձնել երկար տարիների հիշողություններ։ Իդեպ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միայն կառավարության նիստի ընթացքում տեղեկացավ, թե գնորդը քանի տարում է իրականացնելու իր պարտավորությունները։ Ներդրումը 4 տարվա ընթացքում է ներկայացնելու, պարոն Օհանյան։ Արք ու վաճառքի պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 1 ամսվա ընթացքում։ Ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հուլիսի 20-ին գրանցված ՆՏԱ Investment Group-ի միակ հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը։ Ընկերությունը և Գևորգյանի բնակարանը նույն հասցեում են Հրաչյա Քոչարի 22 շենքում։ Այցելեցինք պարզելու, թե ով է հանրությանը անհայտ գործարարը, ով պատրաստ է վերջին տարիների խոշորագույն ներդրումներից մեկը կատարել Հայաստանում և ընտանեկան ուղղվածության կենտրոն ունենալու համար վճարել 130 միլիոն դոլար։ Նրա բնակարան գրասենյակը հսկայական ճաք ունեցող ու վթարային հիշեցնող շենքի վերջին հարկում էր։ Դուռը չբացեցին։ Այժմ մենք գտնվում ենք Հրաչյա Քոչար 22 շենքում։ Փորձենք հասկանալ, ով է բնակվում 15-րդ բնակարանում։ Բարև ձեզ, Արմեն Գևորգյանի հետ տանը չի։ Լավ, ուշ կգա կներեք։ Հա, մենք ուղղակի լրագրող ենք, համալիրի գնման հետ կապված ենք եկել։ Հա, ուզում ենք պարոն Գևորգյանի հետ մի փոքր տանը չի։ Շատ լավ։ Ազատությունը դիմեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, խնդրելով ներկայացնել, թե ինչ են մտածում այս կապակցությամբ և Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից հետո ինչպես են պատրաստվում աշխատել խաղատան հարևանությամբ, թանգարան ինստիտուտում գերադասեցին չարձագանքել։ Միաժամանակ պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը դեռ դատական վեճի մեջ է ԲԱՄՕ ընկերության հետ, որը 10 տարի առաջ գնեց կառույցը 5.3 միլիոն դոլարով, սակայն 25 միլիոն դոլար պարտքի դիմաց կառավարությունը անցած տարի այն հետ վերցրեց ընկերությունից։ ԲԱՄՕ-ի փաստաբան Արմինե Հակոբյանը այսօր հայտարարեց, անհասկանալի է, ինչպես կարող է կառավարությունը վաճառել համալիրը, քանի դեռ չի ավարտվել դատական վիճաբանությունը։ Մենք շարունակելու ենք ներպետական դատարանում, եթե որևէ հաջողության չհասնենք, իհարկե նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում, շարունակելու ենք իրավական դաշտում պայքարել։ Կառավարության երեկվա որոշումից նաև հայտնի է դառնում, որ 9.5 հեկտար հողամասից բացի Երևանի քաղաքապետը ՆՏԱ Investment Group-ին դարձյալ առանց մրցույթի պետք է վաճառի ևս 8.5 հեկտար հողամաս, որը գտնվում է համալիրին հարակից տարածքում։ Ինչ գնով է վաճառվելու հողամասը, տեղեկություն չկա։ Պարզ չէ նաև, ինչու են Հայաստանի իշխանությունները առանց մրցույթի և հենց ՆՏԱ Investment Group-ին վաճառում խոշոր օբյեկտը։ Պարզ չէ նաև, ով է իրականացրել համալիրի գնահատումը, արդյոք գնահատող ընկերությունների մրցույթ հայտարարվել է թե ոչ։ Ազատությունը հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարություն ու Երևանի քաղաքապետարան, պատասխան դեռ չկա։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ
Արտակ Մանուկյանի խոսքով ակնհայտ է, որ նորաստեղծ ՆՏԱ Investment Group-ը հիմնադրվել է միայն այս գործարքի համար։ Եվ ստե բնական հարցեր անում, արդյոք ունի այս ֆիրման փորձառություն, որոնք են նրա աշխատանքային պայմանները եւ որն ամենակարևորն է, այս ֆիրման նորաստեղծված որևէ կարգի բանկային երաշխիքներ, որը օրինակ այս ներդրումային ծրագրին հետ ամրակցված անհրաժեշտ է լինելու դրամական միջոցներ եւ այլն, որտեղից հայթայթելու, ոնց անելու ներդրումային ծրագիր ասածը մի շարք նման կարգի հարցերի պատասխանել պետք է տա, որը որ ներկա պարագայում չի տալի։